Ազգային ժողովի նախագահը կարևորել է միջազգային հանրապետական ինստիտուտի Հայաստանում իրականացվող բարեփոխումներին աջակցելը։ Ալեն Սիմոնյանն ընդունել է կառույցի Եվրասիական տարածաշրջանի տնօրենին։ Ազգային ժողով կառավարություն համատեղ աշխատանքներում մշակվել են տարբեր ոլորտների գործունեությանն ուղղված օրենսդրական կարգավորումներ։ Նախագծերը քննարկվել են խորհրդարանի հերթական նիստերում։ Ջերմ շնորհավորանքներ եւ լավագույն մաղթանքներ։ Հայաստանում մարտի 8-ին նշվում է կանանց տոնը։ Հայաստանի կառավարության ժողովրդավարական օրակարգի իրականացման գործում ԱՄՆ-ի ցուցաբերած տեսանելի աջակցությունը բարձր է գնահատել Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը միջազգային հանրապետական ինստիտուտի Եվրասիական տարածաշրջանի տնօրեն Սթիվեն Նիքսի հետ հանդիպմանը։ Խորհրդարանի նախագահը կարևորել է նաև միջազգային հանրապետական ինստիտուտի Հայաստանում իրականացվող տարբեր բարեփոխումների գործընթացներին աջակցելուն ուղղված գործունեությունը։ Սթիվեն Նիքսը շնորհակալություն է հայտնել Ազգային ժողովի նախագահին ընդունելության համար, նշելով, որ Հայաստանում իրենց գործունեության արդյունավետության հարցում մեծ դերակատարում ունի նաև խորհրդարանական հաջողված համագործակցությունը։ Զրուցակիցները քննարկել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։ Շաբաթվա սկզբին մեկնարկեցին Ազգային ժողովի հերթական նիստերը, օրակարգում 26 հարցեր։ Նախագծերի զգալի մասը խորհրդարանը քննարկեց երկրորդ ընթերցմամբ։ Ազգային ժողով կառավարություն համատեղ աշխատանքներում մշակվել են իրավական ոլորտին, զինվորական ծառայությանը, տնտեսական, սոցիալական եւ բնապահպանական ուղղություններին վերաբերող կարգավորումներ։ Գործադիրը Ազգային ժողով էր բերել Հայաստանի եւ վերակառուցման ու զարգացման միջազգային բանկի միջև վարկային համաձայնագիր, որով նախատեսված է 70 միլիոն 400 հազար եվրո վարկ ներգրավվել Հայաստանի ջրի եւ ոռոգման ծառայությունների բարելավման համար։ Համաձայնագիրը մանրամասներ ջրային կոմիտեի նախագահը։ Ցանկանում եմ նշել, որ այս ծրագիրը համաֆինանսավորվելու է նաև զարգացման ֆրանսիական գործակալության կողմից։ Գումարի չափը մոտավորապես նույնն է՝ 70 միլիոն եվրո։ Ծրագրի նպատակն է ապահովել բարելավված հասանելիություն դեպի արդյունավետ ֆինանսապես կայուն ոռոգման եւ գյուղական ջրամատակարարման եւ ջրահեռացման ծառայությունները Հայաստանի ընտրված տարածքներում։ Ծրագիրը կիրականացվի մի քանի փուլով։ Փուլ 1-ը նախագծված է կլիմայակայուն ոռոգման եւ ջրի ծառայությունների բարելավման համար։ Վարկային համաձայնագրով զգալի միջոցներ կուղղվեն ենթակառուցվածքների արդիականացմանը։ Շատ կարեւոր այսպես կոչված soft բաղադրիչ ենք ունենալու։ Այն է ռազմավարական ծրագրերի մշակում, ինստիտուցիոնալ բարեփոխումներ, տարբեր քաղաքականությունների վերանայում եւ որ շատ կարեւորում եմ ազգային կենտրոնի ստեղծում, որը ապագայում հույս ունենք կդառնա լուրջ պետական ռեսուրս ջրային ոլորտում համակարգերի եւ ենթակառուցվածքների նախագծման եւ ընդհանրապես գիտահետազոտական աշխատանքների իրականացման համար։ Ծրագրային բաղադրիչն այստեղ 4-ն է՝ ինստիտուցիոնալ կարողությունների զարգացում բոլոր ուղղություններով, ջրամատակարարում, ջրահեռացում, մասնավորապես գյուղական բնակավայրերում, ոռոգման ենթակառուցվածքների արդիականացում եւ համակարգի կառավարում։ Ծրագրերում ներառված են խոշոր եւ երկրորդ կարգի ջրանցքները, ինչպես նաեւ խոշոր պոմպակայանները։ Քննարկման շրջանակում անդրադարձ կատարվեց նաեւ Վիոլայի հայտարարած ջրանջատման գրաֆիկին։ Հայտարարված 7-ժամյա անջատումը մենք հիմքեր ունենք մտածելու, որ կարող են կրճատել մինչև 3-4 ժամ։ Այսինքն ջրանջատումներ լինելու են, որովհետև ամառվա պիկ ամիսներին մենք կարիք ունենք գիշերային ջրանջատումների, որպեսզի ջրավազանները լցվեն եւ ցերեկային ժամերին այդ ջրավազանի ջուրը օգտագործվի։ Ջրային կոմիտեի նախագահը խոսեց նաև ջրային կորուստների վերաբերյալ ու ընդգծեց, որ ոռոգման համակարգում դրանք գնահատվում են մոտ 46-50%, իսկ Վիոլա ջրի մասով նշեց, ընկերությունը պարտավորությունները ստանձնել է 80% հայտարարված կորուստներով ու այն իջեցրել է մինչև 55-ից 60-ի շրջակայք։ Նիստերի շրջանակում առաջին ընթերցմամբ ներկայացված հաջորդ փոփոխությունները վերաբերում էին էկոպարեկային ծառայությանը։ Շրջակա միջավայրի նախարարի տեղակալի խոսքով կամրագրվի էկոպարեկի իրավունքը մասնակցելու պետական անտառներում, բնության հատուկ պահպանվող տարածքներում կենսաբազմազանության մոնիտորինգին։ Արամ Մեյմարյանը մատնանշում է փոփոխությունների անհրաժեշտությունն ու հիշեցնում, որ էկոպարեկները ելնելով իրենց աշխատանքային պարտականություններից առանց այն էլ տիրապետում են կենսաբազմազանության մասին տեղեկությանը։ Հաստատի ստացվում է, որ ինֆորմացիան առկա է, սակայն օրենքով ամրագրված չէ իրենց մասնակցությունը կենսաբազմազանության մոնիտորինգին, ինչպես նաև մենք ունենք ծառայություն եւ հսկայական ռեսուրս, որը կարող է այս մոնիտորինգի գործընթացում օգնել լիազոր մարմնին կենսաբազմազանության մոնիտորինգի հարցում։
Ծառայության արդյունավետ իրականացման տեսանկյունից կարևորվում է տեղական ինքնակառավարման մարմինների հետ օպերատիվ համագործակցությունը։ Ներկայումս համագործակցության շրջանակը կա, սակայն որպես իրավունք օրենքում ամրագրված չէ։ Այս նախագծով մենք փորձում ենք ուժերը ավելի արդյունավետ օգտագործել, քանի որ միշտ ունենք հսկողություն, վերահսկողություն անտառներում, ապա նրանք կարող են նաև իրականացնել այլ գործառույթներ, եւ դա հաստատ իրենց չի ծանրաբեռնի։ Էկոպարեկների ծառայության համատեքստում ընդդիմադիր պատգամավորն էլ մատնանշեց նաև տեխնիկական միջոցների թերի լինելը։ Կան արդեն էկոպարեկային ծառայություններ տարբեր մարզերում, որոնք որ տեխնիկական հագեցվածության հետ կապված մեղմ ասած խնդիր ունեն, որովհետև այդ մեղմ ասած, ասենք ձեռքի տակ որևէ մի բան չունեն։ Խնդրում եմ կոնկրետ ժամկետներ նշեք, թե այդ էկոպարեկային ծառայությունները երբ տեխնիկապես հագեցված կլինեն։ Նշեմ, որ ամբողջությամբ գործարկված է Սյունիքի էկոպարեկային ծառայությունը։ Նշեմ, թե ինչ տեխնիկական միջոցներ են ձեռք բերվել, օրինակ 23 պիկապ Սյունիքի մարզային ծառայության համար, 55 պիկապ Տավուշի, Կոտայքի եւ Գեղարքունիքի մարզային վարչությունների համար, որոնք արդեն մատակարարվել են, գործառնական 132 հատ ավտոմեքենաների կահավորման համակարգեր, 801 հատ համազգեստին ամրացվող թվային տեսախցիկներ, 400 հատ ձեռքի դյուրակիր ռադիոկայան, 133 հատ համակարգչային պլանշետ, 995 հատ լրակազմ ծառայողական համազգեստ եւ այլ անհրաժեշտ տեխնիկական միջոցներ։ Ինչպես նշեց Մեի Մարյանը, 2026-ի առաջին կիսամյակում էկոպարեկային հագեցած ծառայություն կգործարկվի նաև Տավուշի, Կոտայքի եւ Գեղարքունիքի մարզերում։ Հայաստանյան երթևեկության մեջ վերջին շրջանում զգալի աճել է մոպեդների, տրիցիկլների, կվադրիցիկլների շահագործումը։ Կառավարությունը խորհրդարաներ բերել նախագիծ, ըստ որի վերոնշյալ տրանսպորտային միջոցները կանցնեն պարտադիր ապահովագրության դաշտ։ Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող փոփոխությունների համար հիմք է հանդիսացել վերոնշյալ փոխադրամիջոցների լայն կիրառումը։ 26 թվականի մարտի 1-ի դրությամբ մենք ուրեմն էլեկտրոնային ռեգիստրում ունենք արդեն իսկ հաշվառված երկանիվ մոպեդ 2500-ից ավելի, եռանիվ մոպեդ 30, տրիցիկլ եւ կվադրիցիկլ միասին վերցրած 120-ից ավելի է։ Այսինքն այս տրանսպորտային միջոցների քանակը տարեցտարի ավելանում է եւ նրանք դառնում են մեր ճանապարհային երթևեկության անբաժանելի մաս։ Ըստ այդմ անհրաժեշտ է, որ դրանցից բխող ուրեմն պատասխանատվությունը եւս պարտադիր ապահովագրության ենթարկվի։ Ընթացակարգը նույնն է, ինչպես մյուս ավտոտրանսպորտային միջոցների ապահովագրության դեպքում է գումարի չափը կախված կլինի մոպեդի, տրիցիկլի եւ կվադրացիկլի տեսակից ու ռիսկայնությունից։ Ձեռքբերման ընթացքում ուրեմն պետք է ապահովագրվի, ապահովագրվում է սեփականատիրոջ կողմից, սակայն նաեւ համապատասխան պատասխանատվությամբ օգտագործողի համար։ Ինչպես փաստեց Արմեն Ղազարյանը, 2023-ի վիճակագրության համաձայն կամավոր հիմունքներով կնքվել է 7862 պայմանագիր, որից 308-ը մոպեդ, ինչը կազմում է ԱՊՊԱ պայմանագրերի շուրջ 1%։ Նախարարի տեղակալն անդրադարձավ նաև վերոնշյալ տրանսպորտային միջոցների մասնակցությամբ արձանագրված վթարներին։ 2023-ին կամավոր ապահովագրված տրանսպորտային միջոցների վարորդների մեղավորությամբ տեղի է ունեցել 127 միջադեպ, որից 95-ը եղել է մոպեդի պարագայում։ Ապահովագրական հատուցումների մասով էլ ցուցանիշը եղել է 0.2%։ Նիստի ընթացքում ի թիվս օրակարգային այլ հարցերի պատգամավորներին ներկայացվեց նաև Հայաստանի հակակոռուպցիոն կոմիտեի 2025 թվականի գործունեության արդյունքները։ Արթուր Նահապետյանը նախ խոսեց կառույցի կադրային քաղաքականությունից, ապա անդրադարձավ նախորդ տարի դատարան ուղարկված վարույթների աճին, պետությանը պատճառված վնասների վերականգնման ցուցանիշներին, հանրային մեծ հնչեղության կոռուպցիոն բնույթի հանցագործությունների բացահայտման ուղղությամբ իրականացված աշխատանքներին։ 2025 թվականի ընթացքում հակակոռուպցիոն կոմիտեի քննիչների վարույթում քննվել է ընդհանուր 2585 քերեական վարույթ, որոնցից ավարտվել է 890-ը։ Ավարտված վարույթներից 273-ը 661 անձանց վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, իսկ 617-ը կարճվել է։ Ընթացքը լուծված քերեական վարույթներից 124-ը քննվել են 2-ից 7 տարի ժամկետում, իսկ 219-ը 1 տարի ժամկետում։ Նահապետյանը համեմատական կարգով ներկայացրեց 24-ին եւ 25-ին քննված վարույթները։ Հաշվետու տարում դրանց թիվը 24-ի համեմատ 296-ով ավել է եղել։ Նախորդ տարի էլ 41-ով աճել է ավարտված վարույթների թիվը։ 2025 թվականի ընթացքում մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկված քերեական վարույթներով դատի է տրվել ընդհանուր 298 հանրային
ծառայող, այդ թվում նաև նախկին պաշտոնատար անձինք։ Կառույցի ղեկավարը խոսեց նաև դատավարական հարկադրանքի միջոցներից հաշվետու ժամանակահատվածում հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթներով ձերբակալվել է 590 անձ։ 25-ին կոմիտեում աշխատել է 59 քննիչ։ Արթուր Նահապետյանի զեկույցին հաջորդեցին падգամավորների հարցերը, որոնք վերաբերում էին կոռուպցիոն հանցագործությունների կանխարգելմանը, դրանց բացահայտման ուղղությամբ տարվող աշխատանքներին, ֆինանսական հոսքերին, ապօրինի հարստացման դեպքերին եւ վարույթների ընթացքի վերահսկողությանը։ Քննարկումների ավարտին հակակոռուպցիոն կոմիտեի 2025 թվականի գործունեության մասին հաղորդումը падգամավորներն ընդունեցին ի գիտություն։ Ազգային ժողովի առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը թափուր էր այս տարվա հունվարի 30-ից։ Իշխող խմբակցությունը գլխադասային այս հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել էր քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Վանիկ Օհանյանի թեկնածությունը։ Հերթական նիստերի շրջանակում գաղտնի քվեարկությամբ տեղի ունեցավ ընտրություն։ Ազգային ժողովի 107 падգամավորներից քվեարկությանը մասնակցել են 64-ը, քվեատուփում առկա էր 64 քվեաթերթիկ, անվավեր քվեաթերթիկներ չեն եղել, ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝ Վանիկ Օհանյան կողմ 64, դեմ 0։ Մասնագիտությամբ բժիշկ ստոմատոլոգ Վանիկ Օհանյանը 8-րդ գումարման ազգային ժողովի առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի 4-րդ նախագահն է։ Падգամավորը նախ շնորհակալություն է հայտնում իրեն վստահության քվե տալու համար, ապա անդրադառնում նախորդ իր պաշտոնակիցների թողած աշխատանքային ձևաչափերին։ Որոշակի լավամատույթներ իհարկե պիտի պահպանվեն, մեր գործունեության առանցքը հիմա քիչ ավելի բազմավեկտոր է լինելու, որովհետև նոր ներդրվել առողջապահության համընդհանուր ապահովագրության փաթեթը, որը գործում է գիտեք հունվարի 1-ից, եւ մենք մեր առողջապահության նախարարության գործընկերների հետ համատեղ աշխատանք ունենք անելու։ Իսկ առաջիկա անելիքների շարքում Օհանյանն առանձնացնում է հետևյալ ուղղությունները։ Բժշկական օգնության սպասարկման օրենքում փոփոխություններ են նախատեսվում, որոնք կլինեն, մենք համապատասխան փաթեթի շրջանակներում կատարում ենք աշխատանքներ, տեղերի մասին օրենքում փոփոխություններ կլինեն, որ առողջապահության նախարարության հետ համատեղ մենք մեր աշխատանքի արդյունքում կունենանք ավելի բարենպաստ կիրառելի վիճակ գործնականում։ Պաշտոնը ստանձնելուց հետո հանձնաժողովի նախագահն արդեն անհատական քննարկումներ է ունեցել հանձնաժողովականների հետ, իսկ ընդունելի եւ կիրառելի օրենքներ ունենալու տեսանկյունից Օհանյանը կարևորում է ազգային ժողով կառավարություն փոխլրացված աշխատանքը։ Մայրիկների եւ կանանց տոնն է։ Մամաների օրը։ Հիմնականում ծաղիկներ։ Մայրիկես ծաղիկներ եմ նվիրելու եւ նվեր։ Ծաղիկներ։ Ծաղիկ էլի երևի։ Մտածում եմ էլ երևի ծաղիկը նվիրեմ։ Ծաղիկ։ Թղթերով իր համար նվերներ եմ սարքել, որ ուրախանա։ Կոնֆետ։ Ծաղիկներ են նվիրում։ Չէ, նաեւ նվերներ են տալիս։ Ավելի ընտանեկան, ավելի ջերմ, փոքր նվերներով եւ հիշվող։ Մարտի 8-ը կանանց միջազգային օրն է, որը նշվում է աշխարհի բազմաթիվ երկրներում։ Կանանց միջազգային տոնին առնչվող առաջին պատմական իրադարձությունը տեղի ունեցել 1857 թվականի մարտի 8-ին, երբ Նյու Յորքի տեքստիլ գործարանների կին աշխատողներն իրենց իրավունքների պաշտպանության համար քայլերթով անցան քաղաքի փողոցներով։ Պատճառը ցածր աշխատավարձն ու աշխատանքի անբավարար պայմաններն էին։ Նրանք բողոքում էին 16-ժամյա աշխատանքի դեմ։ 2 տարի անց 1910 թվականին Կոպենհագենում կայացած կանանց միջազգային կոնֆերանսում գերմանացի ակտիվիստ Կլարա Ցետկինը առաջարկեց հաստատել կանանց միջազգային օր կանանց իրավունքների եւ գենդերային հավասարության մասին բարձրաձայնելու նպատակով։ Կանանց իրավունքների պաշտպանությունը մեր հանձնաժողովի եւ քաղաքական թիմի հստակ ու չափելի առաջնահերթություններից է, որպես մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահող կարևորում եմ այն հանգամանքն ու հետևողական աշխատանքը, որը իրականացում է օրենսդրական դաշտի կատարելագործման ուղղությամբ եւ այս առումով կարծում եմ այն տեմպերը, որ մենք այս պահին ունենք, գոհացուցիչ են։ Առաջին անգամ մարտի 8-ը որպես ազգային օր նշվել է 1909 թվականի փետրվարի 28-ին Միացյալ Նահանգներում։ Մինչև 1913 թվականը կանայք շարունակում էին տոնել այն փետրվարի վերջին կիրակի օրը, իսկ որպես կանանց միջազգային օր այն առաջին անգամ նշվեց 1911-ի մարտի 19-ին Ավստրիայում, Դանիայում, Գերմանիայում եւ Շվեյցարիայում։ 1977 թվականին ՄԱԿ-ը պաշտոնապես ճանաչեց մարտի 8-ը որպես կանանց միջազգային օր։ Շնորհավորում եմ մեր սիրելի կանանց եւ աղջիկներին մարտի 8-ի գարնանային գեղեցկագույն տոնի կապակցությամբ
եւ նրանց մեծագույն հաջողություններ եմ մաղթում եւ հատկապես կուզեմ առանձնացնեմ այն կանանց, ովքեր այսօր քաղաքական եւ հասարակական գործունեություն են ծավալում եւ հատկապես ուրեմն նաեւ թիրախավորվում են շատ դեպքերում եւ նրանց եմ հատկապես մեծ ուժ ու եռանդ մաղթում, որովհետեւ նրանք իրենց գործունեությամբ շատ են օգնում մեր պետության զարգացմանը, հանրային հարաբերությունների ուրեմն կայունացմանը եւ ամենայն բարիք եմ նրանց մաղթում եւս մեկ անգամ շնորհավորելով։ Սիրելի կանայք, ուզում եմ վստահեցնել, որ դուք հայ կանայք, աշխարհի ամենագեղեցիկ, աշխարհի ամենահմայիչ, ամենանուրբ, ամենահոգատար, ամենաքնքուշ կանայք եք։ Եվ թող երբևիցե ձեր աչքերին վիշտ, հոգս չլինի, միշտ եղեք այնպիսին, որ հայ տղամարդիկ, որտեղ էլ որ լինեն, վեր կենան եւ ասեն, հայ կանայք աշխարհի ամենալավն են։ Սիրելի կանայք, բոլորիդ շնորհավորում եմ մարտի 8-ի կապակցությամբ։ Մարտի 8-ը պարզապես տոն չէ, այն պատասխանատվության օր է։ Թող ձեր բոլոր ձեռքբերումները լինեն շարունակական եւ ձեր ձայնը լսելի։ Շնորհավորում մարտի 8։ Ջերմորեն շնորհավորում եմ մեր կանանց, մայրերին, մարտի 8-ի հետ կապված, ցանկանում եմ իրենց նպատակների եւ իղձերի իրականացում, թող խաղաղության մեջ լինեն, թող որ իրենց ընտանիքների գլխից անպակաս լինեն եւ այն նպատակները, այն ցանկությունները, այն իղձերը, որ ունեն, անպայման իրականանան։ Մենք իրենց շատ ենք սիրում եւ այս միամսյակը նվիրված է իրենց եւ մենք պիտի ամեն օր, ամեն ժամ իրենց ուշադրության կենտրոնում պահենք։ Մարտի 8-ը Հայաստանում ավելին է, քան օրացույցում ամսաթիվ, սա գարնան, գեղեցկության եւ կանանց նկատմամբ հատուկ վերաբերմունքի օր է։ Այս տոնին նվերը դադարում է լինել ձևականություն եւ դառնում է շնորհակալություն ասելու, հոգատարություն ցույց տալու եւ զգացմունքներ փոխանցելու միջոց։ Բարև ձեզ, սիրելի հայրենակիցներ, հունվարի 1-ից արդեն կյանքի է կոչվել առողջության ապահովության համակարգը, որը երկար սպասված էր ձեր կողմից, եւ բնականաբար այն պետք է վերհաներ բազմաթիվ խնդիրներ եւ թե տեխնիկական եւ թե բովանդակային։ Ես այսօր ուզում եմ խոսել այդ համակարգի շրջանակում բուժ անձնակազմի փոխհատուցումների ցածր լինելու մասին, որի մասին բազմիցս բարձրաձայնել են արդեն բուժաշխատողները, ընդհանուր համացանցում ֆլեշմոբ անելով, որին ցավոք փոխնախարարը արձագանքեց շատ տգեղ ու հեգնանքով նորից համացանցում։ Սիրելի բուժաշխատողներ, պարզ է, որ առանց ձեզ չի կարող գործել առողջության որևէ համակարգ։ Առանց բուժաշխատողի ու բուժքույրերի, բժիշկների աշխատանքի ստարժանվույն գնահատման որևէ համակարգ չի կարող գործել երկարաժամկետ եւ արդյունավետ։ Եվ որպեսզի հասկանալի լիներ ինչ փոխհատուցումների մասին է խոսքը, ես գրավոր դիմել եմ առողջապահության նախարարին, որ ստանալու պահանջով այդ փոխհատուցումների ցանկերը։ Արդեն անցել է 40 եւ ավելի օր, բայց իմ հարցումների պատասխանը ես դեռ չեմ ստացել։ Տիկին նախարար, դուք խախտել եք օրենքի պահանջը ժամկետում իմ պատասխանը ստանալու եւ ես ուզում եմ հասկանալ ինչու չեք ուղարկում այդ պատասխանը։ Միգուցե դրանք պետական գաղտնիք են, թե կառավարությունը դեռևս չի հաստատել կարգերն ու մեթոդաբանությունը, թե հոգաբարձուների խորհուրդը դեռևս չի հաստատել փոխհատուցումների ու համավճարների չափերը։ Եթե ոչ, ապա այս պարագայում ինչպես եք առաջին 2 ամիսների փոխհատուցումները տվել։ Այս նշանակում է, որ ողջամիտ կասկածներ կարող ենք ունենալ, որ իսկապես փոխհատուցումների չափերը խայտառակ ցածր են եւ Տիկին Ավանեսյան, դուք խուսափում եք դրանք բարձրաձայնելուց, բայց միթե բուժաշխատողը իրավունք չունի իմանալու, թե ինքը ինչպես է վճարվելու համակարգի ծանրաբեռնվածությունը իրականացնելիս։ Սիրելի բուժաշխատողներ, արդեն կան հազանգեր, որ ձեզ սպառնում են նույնիսկ ընդհանուր մինչև աշխատանքի ազատում, եթե դուք հանկարծ բարձրաձայնեք փոխհատուցումների ցածր լինելու մասին։ Նման պարագայում դուք կարող եք դիմել մեր խմբակցության падգամավորներին եւ մենք պատրաստ ենք յուրաքանչյուր նման դեպքի հետևից գնալու։ Որևէ ազգային պետական Անամետ իշխանություն իրավունք չունի նման կերպ վարվել առողջության պահպանման գործն իրականացնող բուժաշխատողներին ու բուժքույրերի հետ։ Որևէ ազգամետ ու պետական քաղաքականություն իրականացնող չի կարող նման կերպ քայքայել առողջապահությունը եւ մոտ է ընտրությունների օրերը եւ մենք
ստիպված ենք ձեզ նորից հիշեցնելու։ Մենք պետք է անպայման գնանք ընտրության եւ ընտրենք ազգային պետականամետ ուժի, որի համար թե կրթական համակարգն է կարևոր, թե առողջապահական համակարգն է կարևոր եւ թե երկրի ընդհանրապես ազգային ուղղվածությունը։ Բոլորս դեպի ընտրություններ։ Շնորհակալություն։ Բարև ձեզ, սիրելի հայրենակիցներ։ Մինչ ընդդիմադիր շրջանակները շարունակում են ստի, կեղծիքի, վախի մթնոլորտ տարածելու իրենց հակապետական գործելավոճը, մենք շարունակում ենք իրականացնել Հայաստանի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացու շահերից բխող ծրագրերը։ Ուրախությամբ պետք է ասեմ, որ առողջապահության ապահովագրության համակարգն արդեն տալիս է իր դրական պտուղները։ Շուրջ 1.600.000 քաղաքացի կարողանում է օգտվել ընդհուպ մի քանի միլիոն դրամի հասնող վիրահատություններից եւ այլ բժշկական ծառայություններից, ստանալ անվճար դեղորայքներ, եւ արդեն 2 ամսում մեր քաղաքացիներին փոխհատուցվել է 2.5 միլիարդ դրամի կամ 6.2 միլիոն դոլարի դեղորայք։ 7.2% տնտեսական աճի շնորհիվ մեզ հաջողվեց ավելացնել թոշակները միջինում 10.000 դրամով եւ ապրիլի 1-ից մեր թոշակառուները կստանան արդեն ավելացված թոշակը։ Այստեղ կարևոր է հիշեցնել, որ անկանխիկ վճարումների դեպքում թոշակի բարձրացումը կարող է հասնել մինչեւ 22.000 դրամի։ Մարտ ամսվա սկզբից էլ մեր քաղաքացիներն արդեն կարող են լրացնել իրենց հայտարարագրերը եւ հետ ստանալ կրթական եւ առողջապահական ուղղությամբ կատարված իրենց ծախսերը յուրաքանչյուրն առավելագույնը 100.000 դրամի չափով։ Մենք նաև ուշադրությամբ հետևում ենք տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձություններին։ Տեղի են ունենում անվտանգության խորհրդի նիստեր, որտեղ վերլուծվում են ռիսկերը, հասցեագրվում խնդիրներն ու տրվում համապատասխան հանձնարարականները։ Մեր պետական մարմինները եւ մերձավոր արևելքի երկրների դեսպանություններն ու հյուպատոսությունները զբաղվում են Հայաստանի քաղաքացիների աջակցությամբ, ձեռնարկվում են միջոցներ նրանց անվտանգ տեղափոխությունը դեպի Հայաստան կազմակերպելու ուղղությամբ։ Մեր շուրջ տեղի ունեցող զարգացումների համատեքստում մենք պետք է ավելի գնահատենք այն խաղաղությունը, որի վերաբերյալ պայմանագիրը նախաստորագրեցինք նախորդ տարվա օգոստոսի 8-ին, եւ տեղի ունեցող զարգացումները որևէ կերպ ռիսկի տակ չեն դնում խաղաղությունը եւ այն պայմանավորվածությունները, որոնք մենք ձեռք ենք բերել Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Ադրբեջանի հետ։ Իսկ խաղաղությունը կդառնա անշրջելի հունիսի 7-ից հետո, երբ մենք վերջնականապես եւ շատ հեռու ուղարկենք ուժերին, որոնք բացահայտ կերպով փորձում են Հայաստանի կառավարումը տեղափոխել երկրից դուրս, ինչպես 2018 թվականից առաջ էր։ Եվ վստահաբար մենք ձեզ հետ միասին դա թույլ չենք տալու։ Խաղաղություն բոլորիդ եւ շնորհակալություն։